Հասարակության մեջ բոլոր ռևմատոլոգիական հիվանդությունները վերագրվում են ռևմատիզմին։ Իսկ ինչ է ռևմատիզմը։ Ռևմատիզմ կամ սուր ռևմատիկ տենդ։ Այն իրենից ներկայացնում է հիվանդություն, որը առաջանում է ստրեպտոկոկային տոնզիլիտից հետո եւ որի ժամանակ առավելապես ախտահարվում են հոդերը եւ սիրտը։ Առաջանում է մինչև 18 տարեկան երեխաների շրջանում։ Ուստի եթե դուք հասուն տարիքում ունեք հոդային խնդիրներ եւ մանկական հասակում ունեցել եք ռևմատիզմ հիվանդությունը, ապա ներկայումս հոդային խնդիրները կապ չունեն ռևմատիզմի հետ։ Իսկ ռևմատոլոգիական հիվանդությունները մենք բաժանում ենք 4 խմբի։ Համակարգային հիվանդություններ, օրինակ համակարգային կարմիր գայլաղ, հոդային բորբոքային հիվանդություններ, օրինակ ռևմատոիդ արթրիտ, հոդային ոչ բորբոքային հիվանդություններ, օրինակ դեֆորմացնողություն արթրոզ եւ համակարգային վասկուլիտներ։ Եթե դուք ունեք հոդերում ցավ, այրուցվածություն, շարժունակության սահմանափակում, առաջնահերթ պետք է դիմել ռևմատոլոգի, ով կախտորոշի կամ կժխտի ռևմատոլոգիական պաթոլոգիաները եւ կամ կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ։ Առողջ եղեք։